դատարանի որոշման հետ կապված փաստորեն բացառություն չեղավ։ Գիտեք, ես այս 2 տարվա մեջ երբեք այս շփումով ինձ վերաբերող գործը չեմ մեկնաբանել, ամեն ինչ շատ տեսանելի է, թափանցիկ է, բոլորը տեսնում են, եկեք այս թանկ վարքյանները չծախսենք ինձ վրա։ Ակնհայտ է, որ եկեղեցու դեմ հարձակումը Ադրբեջանից պատվիրված է, Ադրբեջանի հետ համակարգված է, Նիկոլը ընտրել է պարզապես ամենաստոր տարբերակը մտնել անկողին, առասարակ հոգեբաններն ասում են, երբ որ մարդը մտնում է ուրիշի անկողին, 2 տարբերակներից մեկն է, կամ ուզում է այդ անկողնում հայտնվել, կամ սեփականը չունի։ Հիմա ես չգիտեմ սա որ դեպքն է, բայց բոլոր դեպքերում եկեղեցին այն միակ ինստիտուտն է, որ շարունակում է հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերը ներկայացնել միջազգային հարթակներում, վեհապարը եւ մյուս սրբազանները այդ գործողությունները իրականացնում են դրսում, Նիկոլը նաև այս հարվածն է հասցնում հայկական պայքարին, ես խնդրում եմ բոլոր այն մարդկանց, որոնք երբևէ զավակ են պսակել, որոնք երբևէ նորածին երեխա են կնքել, որոնք երբևէ հիվանդ ծնողի համար աղոթել են կամ սիրած մարդուն փրկելու համար են դիմել ասում կամ հուղարկավորել են իրենց հարազատներին եւ եկեղեցում գոնե մեկ անգամ սրտաբուխ աղոթք են ասել, ոտքի կանգնել ի պաշտպանություն առաքելական Սուրբ եկեղեցու եւ վեհապար Տիրոջը։ Սա համաժողովրդական պայքար է Եվ սա մեր պայքարն է, որքան շատերը մտածում են, որ եկեղեցին պետք է ավելի կոշ լինի, ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է ավելի համախմբված լինի, բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ դիմել են ասում, իրականում բաց սրտով պարտավոր են կանգնել եկեղեցու կողքին։ Բայց իմպիչմենտի գործընթացը կարող է դառնալ այն թրիգերը, որ ոտքի կհանի ժողովրդին ոչ միայն հանուն եկեղեցու պայքարի։ Իմպիչմենտի գործընթացը ունի բազմաշերտ հնարավորություններ, բազմաշերտ սցենարային եւ սյուժետային դրվագներ, որոնք կարող են դառնալ տրիգեր, ես ուրախ եմ այսօր որքանով հասցրեցի ծանոթանալ ճանապարհին Հայաստան դաշինքի հայտարարության ուրախ է, որ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի վերջի հայտարարությունը ազգային միասնության, համախմբվածության, ներընդդիմադիր երկրորդական բանավեճերը մի կողմ դնելու եւ միախմբելու հետ կապված որոշակի արձագանք է գտել, ուսամ այդպես էլ կշարունակվի, իսկ Դավիթը շատ ապրի։ Համբարձումյան Դավիթը կեցե ինքը Հիմա կարծենք խի Դավիթը ոչ թե ես, հա։ Շատ պարզ Դավիթը հաղթել է ԿՊ-ին ընտրական գործընթացում, Դավիթը ներառական տեխնացու է, Դավիթին դրանց երիտասարդը եւ մազունի է։ Իսկ իրականում կապակը մի կողմ Հանրապետական կուսակցության եւ պատիվ ունեմ խմբակցություն շատ ճիշտ որոշում են կայացրել, ես կարծում եմ, որ եթե ես էլ լինեի 1000-ը անուն էլ ինձ կկպցնեին, մանավանդ հիշում եք մի քանի ժամ իմ անունը ֆռած նորից աշխարհի բոլոր տեսակի լուտանքները Աշոջանին չկստիպի ԿՊ-ին պատգամավորն է, որպեսզի իրենք ժողովուրդը խիղճը եւ ժողովուրդը Ես չեմ կարծում, որ բոլորը այնտեղ Փաշինյան են, ես չեմ կարծում, որ բոլորը կոնչինի են, որ բոլորը կանցավիկ են կորցնել, այդ իմաստով է, կորցնելու բան չունեն արդեն ավարտված մար, ես չեմ կարծում եւ իհարկե ժողովուրդը, այսպես այլևս հնարավոր չէ։ Ուղերձ չունեմ ժողովրդին, որովհետև ես այն մարդը չեմ, խոնարհ ծառայեմ եւ եկեղեցու եւ ժողովրդի եւ ուղերձս հետեւյալը կարող է լինել միայն երբեք չի հաստատվել, շարունակել պայքարել, չապրել այն կյանքը, որը ձեզ հրամցվում է, ապրել հանուն Հայաստանի Հանրապետությունում ձեր երեխաների ապագայի, որովհետև բոլոր այն մարդիկ, որ հիմա ասում են, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, պոտենցիալ միգրանտներ են, ես վստահ եմ։ Իսկ դրանք շատ են, ես չեմ ուզում իրենք դեպքերից տանեմ, ուզում եմ բոլորս մնանք այստեղ եւ Նիկոլի պատճառով չմոռանանք այս պետությունը եւ չտանք ինքնահոսի այն գործընթացները, որոնց մեջ բոլորիս մեղքը կա։ Ինձանից սկսած։